Բարիք այսօր սիրելի հետևորդներ ջան, ոնց եք, ինչպես է ձեր տրամադրությունը, իմ տրամադրությունը շատ լավ է, շատ բարձր, գործերով, տնային, ընտիր, ոնց ասեմ, հանգստությունով, այն որ վերջապես քու տանը, քու դռանը, քու գործերի մեջ, սենց խառը, մարը, լվացք, մվացք, հետ կասեք լվացքը հասկացանք, բա մվացքը որն է, բայց թե դա Ալեքս ջան, աղբը թափես, դե արի, ես երկու անգամ լվացք եմ արել, այս կգցես մեքենայի մեջ աղբեր, իրիկունը ոչ թե անդրև, այլև սելավ էր, այնա, սաղ բալկոնով բանով պրածա, ինչ էլ ուզում անի, ուզում էի դռանը կոֆե խմենք, բայց հարևանս գործանը, բայց ինչքան էլ ուզում է, սելավ անի, գիտեք էլի սիրելի հետևորդներ, սեփական տան էտ եմ սիրում, որ կա այն ձև յանկյուն, որ դու քեզ կարողանում ես լավը զգաս։ Զանգի բրիլոկը խիքցի է։ Ինչը։ Զանգի բրիլոկը։ Ինչ զանգի բրիլոկ։ Էդ։ Լացես տուգտենա։ Էսը չի։ Այդ պետք չէ։ Ախեցանս ես ինչա։ Ստեղ հեսա, ես էլ տենց խառը գույնի շորերներ, անուշահոտ գել եմ օգտագործում, գիտեք, քանի տարի է, ով է այ փոշի օգտագործում, գելերն է մեր ջանը, սպիտակների համար էլ, սա եմ օգտագործում, պրծնում է, խանութները մեր ինչքան նայում եմ, հենց սա չկա, շատ լավն է սա, ձեզ կխնդրեի գրառումների բաժնում, ինձ ուղղություն տայիք, որ գելնա լավը սպիտակի համար, ես գիտեք ինչքան ժամանակ է սրան եմ սովորել, սիրելի հետևորդներ ջան, պերվոլի ամեն ինչը կա, բացի սա չկա ու չկա, նետու, չեմ հասկանում, թե ինչի, միացնեմ, 60 աստիճան եմ ուզում դրա դրնեմ, բայց աճիմը քիչ, որովհետև սպիտակ շորեր են, ուզում ես իրային փայլը տեղ մտնի հերիք չի, բայց առանց ժավելի փայլի էլի, որովհետև շորեր կան, որ մի խոսքով չեմ ուզում ժավելով փայլեն, ուզում եմ, որ հենց փայլեն, ժողով այս կլիմային հարմար վերնել, փաստորեն իմ համար դառնումա խնդիր ենքան հետաքրքիր է, թե այս խիչի տալիս բացելակից թեթև շուտ է, ամեսներ շուտ է կարգարմացա, հետո հիշեցի, որ աղբար տղը մեր տան դիմացն է հենց, Այդպես, եկեք հովակ պետ, մի բաժակ կոֆե խմենք, հետո դե գիտեք, տանը ոչ մի բան չկա, երեք մի երկու բանք պամիդոր արել, ոնց արել եմ, կարելի ասել, Տենց էլ մնաց, Ալեքսն ասում է, մամա բեր խավիար ուտենք, դե որ ասում ես Ալեքս տղա, բեր խավիար ուտենք, Սարցախցիկից ծուգեի հանել, լավ ադնում, որ պաղուստային բայրնում ունենում ես, ինչ ուզում ես, հետ է եկել,
Այս պահին դնեմ սառնարան, որ շատ չփափկի էլի, մինչև կոֆես կխմեմ, ձեր հետ միասին, հետո արդեն կանենք կհամեմ եմ բերեց կանեմ ու Միրան դասկուս գա ես հետ ինձ նա եսա կոֆե խմեմ լված կհավաքեմ ես մեկը փռեմ իրիկունը 2 հատ լվացել եմ 2 անգամ Այս երորդնա, դեռ երկուսնել ունեմ գվանալու ու կպրծնեմ ու երեք լսում էի պարոն Սուրենյանի սիրելի հետևորդներ ջան մինչև ամսի 9 այս վիճակն առնելու սենց անձրև, խոնավ, ցավոք սրտի մեր Ստեփանավանը շատ խոնավ է ու այս տաքից գալիս ես ստեղ Երևանն էլ ժարիտ էին քլնում դե գիտեք են որ ասմա վայ տակ հավայ սառնա իսկականից այդ տարբերակն է բայց թե ստեղ էլ ես այս խոնավի հետ որ արևնա չէ տալիս տոթը խեղդում է ու քեզ թվում է թե հեսա շունչդ կտրվեց բայց ամեն դեպքում ես սիրում եմ իմ Ստեփանավանը, իմ քաղաքն ու բնորանը, որտեղ կա օդ, են էլ մաքուր օդ, աղ պատուհանը բացեցի, արդեն ամեն ինչ բան եղավ ժամը 8-ն էր, զարթնեցի, հետո ով ասի ինչ անեմ ես այս ժամին Էլի պարկեցի ու սխալվեցի, հոմի գլխացավ չի բռնել, բայց թե հետա, ունեմ եմ ինչ ունեմ, սիրելի հետևորդներ ջան, մի եսա կոֆեմով վեղում եմ, ձու եմ ուզում, օրինակի համար, տնական, գիտեք որ սիրում եմ տնականը Երեք Facebook-ում մի հատ հետաքրքիր մարդը դիտարկում էր արել ու շատ ճիշտ ու օգտակար վերցրել էր մի քանի ընկերության ձու էփել ու դեղնուցները սիրելի հետևորդներ դրել ափսեի մեջ վապշե տարբեր էին Вообще, ու գրմեր ասում էր, որ բոլորն էլ ասում են մերը էկոպրոդուկտ է, լավ պրոդուկտ է, իդեալական է, համապատասխանում է իր ստանդարտներին, բա եթե տենց է, ընչի ամեն вообще տարբեր էին, մեկը մուկ օրանժ, այն մնացածները դեղինի տարբեր երանգներն էին, այ ես պահին վաղուց էի կարոտել, ու սենց մտածում եմ, ասում եմ Աստված ջան, ու վերջում էլ գրել էր, խնդրում եմ մի թունավորեք մարդկանց, ու որ սենց խորը մտածում եմ, ասում եմ Աստված ջան, իրոք ճիշտ ասում էլ ես մարդը, ու մեզ էլ ինչը որ չգիտես թե ես ինչ ես ուտում, ես ոնց ես անում, ու սենց ասում եմ, թե դնեմ նորից խաղ պահեմ, բայց թե հավ պահելու համար էլ են որ պետք է տանից ոչ մի տեղ չգնաս իսկ իմ դեպքում դա չլնող տարբերակ է որովհետև նախպահանության օրը այսօր ինչ օր է 3 շաբթի փոխել են օրը փաստորեն աղբի Աստորեն փոխել եմ, ոխ, են մի տեսակ ամանչմել եմ, բայց մարմինիս են ամեն ոսկորները ցավում է,
Ես գիտեմ այս ցավի պատճառը, խոնավություն։ Տակից եկանք ստե, սենց եմ լնամ, մինչև էսա կսովորեմ ու կհարմարվեմ։ Սիրելի հետևորդներ ջան։ Կարևորը օդ ունենք շնչելու, են էլ ինձ ձևի մաքուր օդ, այն որ հրաշալի է։ Չգիտեմ ձեր հետ էլ նմա թե չէ, իմ համար ես պահին կոֆես ենքան տաք էր, ոնց որ թե ես սառը կոֆե խմողել նեի։ Ասած մեր լորեցիներին են բժժած վիճակում եմ, չեմ հասկանում ինչ եմ անում, երեկ մենակ անմիջապես տուն մտնելուց մաքսիմում 10 րոպե հետո բաղնիք ենք մտել ու դրանից հետո են ոնց են ասում, վերացած, նստել տանը, աղջանս ցավում ա, որ ես պատը սենց քրքրված ու քծծված տենում եմ, ինչ անեմ չգիտեմ։ Տենց մնացել քանի ժամ։ Ուզում եմ այս շաբաթ ոչ միտեղ չգնամ, մեկ տենց եմ ուզում եկել, տենանք ոնց կստացվի, որովհետև գործեր կան, գործերիցս մեկը նա ա, որ Ալեքսին ուզում եմ պարտադիր լողի տամ, քանի տանը չի ասեմ, թե չէ ականջս ու գլուխս կհարթուկի, ընքան կասի գնանք, հայաթում ֆրֆրում է։ Այսօրվանից սկսած ուզում եմ տրինաժորի տեղը նենց հարմարացնեմ, որ ինքը ամեն օր պարապի, օրը գոնե 2 անգամ այդ պարտադիր է, քանի որ Աստծուն փառք ունենք սարքը տանը, միշտ էլ արել ենք, ուղղակի ոնց բացատրեմ, ոչ միշտ եմ սենց դրել նկարել, որովհետև ոչ հավեսս ա տվել, եղել ա, որ իրան ասել եմ դու պտտի, այն ժամանակ դրեց սենյակը չկար, Համին դեղ եմ դրել տրինաժորը ու ինքը որ պտտում էր, հյուրուն եմ, թե չէ, ես ես արվածը, ստեղ էր դրած, այդ պտտելուց ես հասկանում էի էլի, ինքը ինչ անում։ Խոտուն եմ հնձելու, եկել դարելա, ես իմ քանի մետր։ Ու սիրելի հետևորդներիս ասեմ, այս անձրևները պրսնի դեռ վերևել չեմ գնացել, այսա երևի թե իրար հետ կգնանք, դուս գալուս օրը վեշերես հավաքելու օրը, ոնց հասկացա, կարկուտը մեր տանիքն էր վնասել, տենամ եթե իրոք տենցա, այս անձրևներից կաթացել ա ինչ արել, այն որ ռիսկ էլ չեմ անում, վերևից դուրը բացեմ, պետք ա մարդ գտնեմ, բերեմ, նորից բայց զզվել եմ, այդ վերանորոգում, բառից անգամ արդեն զզվել եմ, իրոք հոգնել եմ։ Փողդ կոպեկ աշխատում ես, բուր տալիս իրանց աշխատանքի դիմաց, կարկուտն է տվեց, սաղավիրեց, այդ թե ինչքան վնաս, կես միլիոնից ավել վնաս ենք գրել մենք։ Չգիտեմ։ Ու նենց էր, որ համայնքապետարանը ունեցել է ընդունելություն, բայց ես Երևան էի, ոչ կարայի գնայի, կարայի հարևանից խնդրեի, հա, նկարեր տաներ տար իրանց, բայց պետք ա տանն էլ նես չէ, որ մարդիկ կան նայեն ու ասեն քեզ ինչ կհասնի, ինչ չի հասնի։ Դրա համար մնացի սենց,
ու նեղվում եմ շատ։ Չեմ իմանում, թե ինչ անեմ։ Հիմա այս մի երկու գործս էլ վերջացնեմ, սիրելի հետևորդներ ջան։ Ուզում եմ դուրս գամ գնամ պանիր առնեմ, համ Ալեքսի սիրած պանիրից առնեմ, համ էլ վերջելի տան համար էլ պանիր, այս դեպքում իմ համար ամաչմել եմ, որ երկու հոգի ենք, ու իմ ամենաչսիրած բանը եկել է իմ գլուխը, որ ես են չեմ ուտում, մի խոսքով, բայց էտա։ Ուրիշ տարբերակ չունեմ։ Հասկանամ, ձվի են ամենալավ վախտնա լիքնա, հետա ինչքան էլ ուզում ա լիքն լինի, ես ոնց ասեմ, ունեմ իմ ծանոթները, ումից տարիներ շարունակ առնում եմ, ու գիտեմ էլի, որ մաքուրա առանց այդ կերերի, որ ձվածությունը շատացնեն։ Չոմ, ես ինչ հոմովեր ես կոֆեն, շատ լավներ, այնպես որ վեր կենամ, համ տանեմ լվացքս փռեմ, համ գնանք դեպի վերև, հլատենամ ինչ կա վերևը, գնացինք, գետեմ դարձացել վերև, ես են ասում եմ, ահնուտողը սրտումս, դուրը բաց է, այս ինչ էլ ծոներ էր ատը, հակված, մուտս դե բաց էի թողել, ու լավ տաք էր, սիրելի հետևորդներ ջան, Վերևի լուսամուտները վախենում եմ դեռ բաց հեսա պաստորեն խնդրեմ լավ էլ վնասել բայց ես խայտարակություն ուրեմն պիտի նորից դիմել վարպետի լավ չէր էլի այսպես ոտի տեղեր են ահուտողը սրտում ես նայում եմ, որովհետև վախում եմ բայց թե էտա ունենք են ինչ ունենք դուրը բաց թողամ, բայց լուսամուտները չեմ սկայ էդ վերևը լավ չի, որ տենց էլ չասեմ ստեից որ նայենք հլա մեր պատի վիճակը ինչ արել ու սաղ պատերը սենց արել սիրելի հետևորդներ սաղ պատերը ավիրել, քանդել, ջարդել ակարկուտը բնական աղետների դեմ ոչ մի բան չես կարա անես սուտը դե լեղանակը մանբաց, մռայլ անձրև պտի գա այսել ես
լուսամուտներս երբ դեմ մաքրի, ես էլ չգիտեմ։ Մի դուրս կամ հավաքեմ լվացքս, ես մեկն էլ փռեմ ու կերևա։ Ուրեմն թեև երբ է եկել 4:30 ժամը, հետ չգիտեմ։ Հայ գործեր, հայեն։ Այդ նայենք իմ սպիտակ լվացքը ոնց եմ սիրում, որ սաղ սենց սպիտակ է։ Բայց դրանես բոմբի վիճակը չսիրեցի։ Տենանք ոնց կլինի։ Բայց ինչա կատարվում Աստված ջանելի։ Էտա։ Ինչ անեմ, դες կամ գնամ։ Մի երկու բան ունեմ առնելու։ Անեմ, քանի անձրևը չի թափել, սաղ սևագնելա։ Հետո հարևանիս հետ կոֆե խմենք։ Սիրունա չէ։ Հələ հանցար դրախլամա հայաթելն է, ինչ անեմ էլ, չգիտեմ։ Ինչև է, առաջ գնամ դեպի խանութ։ Ուրեմն ասել խոսալով, վայ, սխալ եմ է անցնում։ Եկել հասել եմ ստեղ ու ուզում եմ, որ Անդրի խանութ մեկնեմ ձեղի հետ պանդիր առնեմ դոս ունից Ոստես կելերով են էլի, կան առանց դելա, տեսեք նայքին առանց դելա։ Չէ, տենց թվում է, բայց ինքը քանի որ կիսակ։ Լավ, այն է տեսեք շուրին։ Տեսեք շուրջան։ Չէ, էսա։ Հա? Դες ինչին եք սպասում։ Սպասում եմ հետի, ես կարտոշկի մենակ։ Լավ, Ձեզ տանքոցես։ չէ, մի տենց Որը սենց նայղությամբ կտրեք։ 200։ Մեծն է։ Ոնց, մենակ մեծ։ Մի հատ ահանի 260, ինչքան է կազմում։ 330։ Որ 200 Ինչքան է դներես, քանի քաշ։ Ստեյք չեք կշրան։ 300։ Որտե՞ղ ուզես։ Իմ տղեն ամեն բան իշ չի ուտում է։ Դու գիտես ինչ ա ուտում։ Ինքը լալվալն է ուտում։ Այս լալվարից լավն է, հələ մնարկեր։ Հա, այս։ Այս է, հենց սա։ Այս բերինի, չէ։ Ահա, սա ինչ բան իրա, ինչ է իրանում։ Նայ, չանակ է այդտեղ։ Այս է այդտեղ։ Այս խորը չէ, կոֆենուր։ Հա։ Հայքո։ Հələ մի հատ համտես։ Ով չսիրի, բաստա։ Աղյա, շատ մի քիչ։ Այս աղյա։ Ողո կողքն։ Այդ դեպնի, բայց մի Հələ մի հատ է սա։ Այս էլ ուրիշ է։ աղյա։ Հատենց տանեմ։ Всё, հետո հավանեմ։ Էն էլ ոնց է հավանելու։ Մեկ էլ այս սուլուկունի ես մի քիչ կտակ։ Հələ ստեղ։ Հա։ Ինչ ծեցարական, ինչ բան։ Ահա, սելի հետևորդներ ջան։
Տուն եմ եկել, բայ ենքան տոտ հա, անբացատրելի հա, անբացատրելի, են որ ասում են, պանրի մահանով գնացի, ինչ ասես առավու հետ եկա, իսկականից այդ տարբերակն է, այս եկամ, մեր տանը Ալեքսի եմիշա սիրեմ ես սինհերը, մերուկն էլ անկողիս, միատ եմիշ, կարծեմ դիման 400 դրամ է, ուր Ալեքս ճան, ես գնալու տեղ չունեմ, լսեց, որ հարևանս կանչմա, միակ ծմերի, Ժողով, տեսվի այսքան թանգացել կատնա մթերքը, չեմ հասկան, դու տնական, սենց պանիր, որ չելավանովա, ծակերը լավն էր, վակը չեր, սլուգունի, ինքն ասմա սառած էր, սառնաման չրիդը, Տնանք էսա ինչի նմանը, լալվար պանիր էի ուզում, քանի որ Ալեքսն է տասիրը, բայց չկար, ասեց մի քանի արեց, ստեծուկն եմ մարինատ դրել, որ զուպշարի տանեմ, ինչքան ուզմա, Աստուն հավքմել հո լվացարանը կար, չէ, բայց թե մեկ էլ ընդար գնա, որ հավեր չկա, այս ձերքերը օրը միլիոն անգամ լվացվում է, մենք որ մենք չի, որ բաղջից եմ եկել կամ մրոտ տեղից։ Ես մեր ջրից դեռ չեմ հագենում, այ էտա, ամենահետաքրքիրը, Ալեքսի հետ հաց ենք կերել, երեկվանից ինչ տուն ենք եկել, ահան որ այսօր հաց ենք կերել, երեք հետ չավիք չունեի հաց սարքել, Հենց էր, այս ենք, ես որ առաջ կցեմ ես գործերս, լավ ալնում, ես իմ որ երորդ լված կտեմ միասնում, հա? Խարն եք էդ հարցի, գիտեմ ծանոտ վիճակ, ինչ ես ասում Ալեքս, այս ելի հետևորդներ ճան, հնենց մռոտնելու, հնենց ես ինչա կատարվում, Ես այմյա կարկուտի պապվի չէ, թե տվացավ։ Կարկուտ էլ կա, տվացավ գիտի։ Կարողա։ Քիչ են ասում, բաղնիկի պատուանն էլ ես պագել։ Բան չեմ այդով, պապագեմ, որ պատուանից կարկուտ չպապվի, բաղնիկից, որ պապվի։ Ման չեմ այդ, պապագեմ իմ ուս պատուանից, Տանը ինչ կան լուսամ ուտեմ բացել, սիրելի հետևորդներ, Ալեքսը սաղ պագել է, Դեվացուր տապա, թողնայի կարկուտ պապվի, պատուանի մեջ։ Բան։ Այդ չեն գնալ, չեն ունակ ուղման։ Ոյ, չէ Ալեքս, չէ։ Էրի կարկուտի կա, չէ ոնց որ, յա։ Այ հայդոք, որ յախկետ կանտեղ։ Ոյ, վայ, ստե սենց։ Առևտուրներս սենց մնաց։ Հայվանս ընդամենը եկել էր մեզ տենալու, սաղ սենց մնացել է, մաման եկավ ձուկ բերեց, ես իմ են աղդրած ձուկը ուզեմ եմ թե չուզեմ, դրի սառնարան,
բա ինչ անեմ։ Հիմի ասնեմ քանի շուտ է այրոգրիլով ստացեմ։ Այսեր այն տարի Վրաստանից էի բերել, այս մեկը դեռ մնացել է։ Հենց հավոր նրա մեկնեկն վեր էի տվել հեն, մինչև 27 ժամկետ ունի։ Ես եմ գլուխս ցողում է։ Եղանակից էլ նեղվում եմ։ Եկեք նայենք, ստե նայենք պատրաստան, լենք և մատուցենք, տեսեք, ինչքան ինքը լավ է ստացվել, սիրելի հետևորդներ, խնդրս է։ Раз, раз, раз.